Բարեկամներ, ես հիմա Թեհրանի կենտրոնում եմ, Իրանի մայրաքաղաքում, որտեղից ես ձեզ փորձելու եմ ներկայացնել այն ինչ որ կատարվում է Իրանում, ընդհանրապես Իրանի շուրջ վերջին զարգացումները բոլորի ուշադրության կենտրոնում են եւ ինձ համար էլ որպես փորձագետի, որպես վերլուծաբանի շատ կարեւոր է գտնվել այս պահին այս կիզակետում, այսպես ասած, ինչպես տեսնում եք, պատերազմ այս պահին չկա եւ ամենակարևորը, որ ես ուզում եմ շեշտել այս իրադարձության հետ կապված, որ հազարավոր մարդիկ ամեն օր երեկոյան իրենց երեխաների, ընտանիքների հետ գալիս են այստեղ եւ ժամերով հետաքրքիր շատ ձևաչափ է լսում են իրենց հոգեվոր հայրերի, հոգեվորականների խոսքը, իհարկե հիշում են նաև բոլոր նրանց, ովքեր զոհվել են, իրենց աջակցությունն են ցույց տալիս, միասին աղոթում են եւ կարեւոր է սա ըստ իս համերաշխության տեսանկյունից։ Մի կողմ թողնենք քաղաքականությունը, շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են մարդիկ համախմբում, ինչպես են երեխաները անընդհատ պետական խորհրդանիշների հետ առնչվում, շփվում, ծածանում են դրոշները, երգում են, պարում են այստեղ եւ սա շատ հետաքրքիր մի համախմբան նորից կրկնվեմ ձևերից մեկն է ըստիս, որը Իրանում շատ կարեւորել են հատկապես պատերազմի սկսման առաջին իսկ վայրկյանից, որտեղ մարդկանց հոսքը երբեք չի դադարել, մարդիկ ովքեր դեմ են արտահայտվել պատերազմին եւ մի հետաքրքիր հանգամանք եւս կոչեր են արվում անընդհատ չգնալ զիջումների։ Իհարկե հետաքրքիր լինելու այս համատեքստում տեսնել թե ինչպեսի արձագանք է լինելու Իրանի հասարակության կողմից, երբ խոսք լինի եւ արդեն այդ զրույցները կան, մենք էլ լսել ենք, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները պատրաստում են ստորագրել որոշակի համաձայնագիր բազմաթիվ կետերով եւ մարդկանց պահանջն էլ չանել որևէ ռազմավարական նշանակության զիջում եւ եթե մենք տեսնենք փաստաթուղթը, ապա կհասկանանք, որ այդ կետերը ըստ էության քննարկվել են եւ գլոբալ առումով այդ կոնսենսուսը կա ունենալու հենց այդպիսի փաստաթուղթ, ինչ որ իրանցի ժողովուրդն է ուզում։ Բայց սրանք բոլորը զարգացումներ են, որոնց մենք կհետևենք ընթացքում, ես մոտ 1 շաբաթ կլինեմ Իրանում, տարբեր վայրերում, քաղաքներում կլինեմ եւ ձեզ կներկայացնեմ բոլոր այն հայտարարքի դրվագները, որոնք ես ինքս ականատես կլինեմ եւ կփորձեմ այս օրերի ընթացքում հնարավորինս սեղմ եւ հետաքրքիր ձևով ձեզ մեկնաբանել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ Անպայման հետևեք մեզ, ձեզ հետ է քաղաքագետ Գեորգ Մելիքյանը այս պահին Թեհրանից։